Բարև ձեզ, երկրի հարց ծրագիրն է եթերում։ Մամուլում տեղեկություն կար այն մասին, որ ես ավելի լավ ընթերցեմ, Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության երևանյան գրասենյակը դադարեցրել է փաստաթղթերի ընդունումն այն քաղաքացիներից, որոնք համերկրացիներ ծրագրի շրջանակներում ցանկանում են տեղափոխվել եւ մշտապես բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում։ Այսքանը կարդալուց հետո ճիշտ ասած մի պահ ուրախացա, ոգևորվեցի, որ մեր կառավարության դժգոհությունը, անհամաձայնությունը ի վերջո տեղ հասավ, իսկ որ կառավարությունը անհամաձայնություն հայտնել է ոչ մեկ անգամ, բոլորովին վերջերս Տիգրան Սարգսյանը Իզվեսիա թերթին տված հարցազրույցում մասնավորապես ասել է, թե ժողովրդագրական խնդիրն առանց այդ էլ առկա է, բնակչության արտահոսքը հատկապես սահմանամերձ գոտուց կհարվածի Հայաստանի շահերին, իսկ այդ պատճառով մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայլերի, որոնք կվնասեն մեր շահերին։ Մենք հստակորեն ամրագրել ենք մեր այս հստակ եւ աներկբա տեսակետը բոլոր արձանագրությունում։ Այսպես ես մտածեցի, թե մեր կառավարության անհամաձայնությունը տեղ հասավ, բայց այդ ոգևորությունը, ուրախությունը, ասեմ, կարճ տևեց, քանի որ շարունակելով տեղեկատվության ընթերցումը, այնտեղ ասվում է, որ ենթադրվում է, որ փաստաթղթերի ընդունման դատարեցումն այլ պատճառներ ունի եւ ժամանակավոր բնույթ է կրում, ուստի հազիվ թե կապ ունենա Հայաստանի իշխանությունների բողոքների հետ։ Ամեն դեպքում սա առիթ դարձավ, որ եւս մեկ անգամ անդրադառնանք եւ խոսենք արտագաղթ երևույթի մասին, մի երևույթ, որ թվում է, թե անընդհատ շարունակաբար գտնվում է մեր գիտակցության եւ յենթագիտակցության մեջ եւ մնացողների եւ գնացողների։ Երկրի հարցը ծրագրում ես այսօր զրուցելու եմ ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ։ Բարի երեկո։ Եթե նույնիսկ մի բան ունենք, որ այս ծրագիրը իսկապես դադարեցվել է, սա ինչ որ սփոփիչ բան է ընդհանուր պատկերի հետ համեմատած, որ մենք ունենք ժողովրդագրության վիճակ եւ արտագաղթի վիճակ։ Ուրեմն նախ ձեզ ասեմ, որ արդեն եկավ այն ժամանակը, որ մենք կարող ենք քիչ թե շատ հավաստի խոսել անցած մեր 10 տարիների միգրացիոն իրողությունների մասին։ Այդ հնարավորությունը մեզ ընձեռում են մարդահամարի վերջերս հրապարակված ուրեմն մշտական բնակչության թվականակի տվյալները, որոնցից ելնելով ուրեմն միշտ պաշտոնական տվյալների հանդեպ մի տեսակ անվստահություն կա, չէ՞։ Նույնստեղ ես հələ չեմ փորձում քննարկել այդ տվյալների վստահելիության կամ անվստահելիության հարցը։ Ես ընդունում եմ, որ մշտական բնակչության թվականակը Հայաստանի ըստ մարդահամարի կազմել է 3 միլիոն 19 հազար, ինչը հիշենք, որ նախորդ մարդահամարի մեծությունը կազմում էր 2 միլիոն 213 հազար։ Ուրեմն այս տարբերությունը ըստ էության ձևավորվել է միայն բացառապես միգրացիայի հաշվին, այդ նվազումը։ Չէ, 2 միլիոն 213-ից նվազել է մինչև 2 միլիոն 19 հազար։ Բացի դրանից ուրեմն չմոռանանք, որ այդ ժամանակահատվածում մեր բնակչությունը դեռևս ունի ուրեմն բնական աճի դրական մեծություն, 126,000 կազմում է այդ մեծությունը։ Այսինքն գումարեք այս երկու թվերի տարբերությունը եւ հիշել 126,000-ը, մենք ստանում ենք մոտավորապես 320,000, այսինքն դա այն մեծությունն է, բացասական միգրացիայի բացասական սալդոն է 2001 թվից մինչև 2011 թիվը ընկած ժամանակահատվածում։ Մի քիչ 320-ից ավել է, բայց վերցնենք 320-ը ինքնին արդեն ազդեցիկ թիվ է, դա մեր բնակչության 10%-ն է։ Ուրեմն 10 տարում մեր բնակչության 10%-ը պակասել է։ Միջինացված քանի գյուղ կամ քանի քաղաք է միջին։ Սենց ասեմ, ուրեմն դա այդ 320,000 գումարային դա Գյումրի եւ Վանաձորի բնակչության թվականակն է, եւ եթե միջինացնենք գյուղական, ասենք 1000-ով վերցնենք, ուրեմն 320,000 գյուղ, եթե միջինը անգամ 1000 բնակիչ ունեցող գյուղ վերցնենք։ Եվ սա այն դեպքում, երբ որ պարզ վերարտադրության մասով, այսինքն ծնելիություն եւ մահացություն դրական է այստեղ։ Մենք առայժմ մահացածների թիվը ավելի քիչ է, քան ծնվածների թիվը, բայց դա ժամանակավոր երևույթ է, մոտավորապես մաքսիմում 10 տարիների ընթացքում այդ էլ պետք է փոխվի։ Արդեն մեր մոտ մահացածների թիվը կսկսի գերակշռել ծնվածների թվին։ Այդ այնա ինչ որ մեզ սպասում է, այնա որից խուսափել կարծես թե մեզ չի հաջողվում։ Ծնունդների թիվը ինչ միտում ունի։ Ծնունդների թիվը մի վերջի ուրեմն սկսած կարծես թե 2004 թվականից 4-5 թվականներից որոշ աճի միտում էր դրսևորում, որը սակայն բացի նրանից, որ որոշ ուրեմն ինտենսիվություն կար ծննդության աճի, նաև պայմանավորված էր նրանով, որ ծնող տարիք էին մտել ավելի մեծաթիվ 80-ական թվերի ծնվածները։ Իրանք քանակական առումով մեծ էին, իրանք կողմից ծնվածները շատ էին։
Եվ այն ժամանակ արդեն որոշ ոչ մասնագետների մոտ բարեհոգի տպավորություն էր ստացվել, որ կարծես թե ծնելիության ճգնաժամը հաղթահարվում է, դժբախտաբար ինչպես կանխատեսում էր եւ ինչպես ցույց են տալի վերջի 2 տարիների տվյալները, դա իրեն ուրեմն սպառել է այդ դրական էֆեկտը։ Կառավարության վարած քաղաքականությունը, ես հիշում եմ հղի կանանց նպաստների սահմանափակման են չարաբաստիկ որոշումը, որի պատճառով հղի կանայք սկսեցին բողոքել, ու մտածում էինք, թե լավ, Ռուսաստանում մատերինսկի կապիտալ, էլի ազդեցություն ունի։ Ես զրուցել եմ կանանց հետ, մարդիկ ասում էին, լավ, մենք պլանավորել ենք հայրենիքում երեխա ունենալ, եթե այդպես էր, ուրեմն թող ասեին, մենք գնայինք ուրիշտեղ երեխա կունենայինք։ Դժբախտաբար, նման բնական է, որ սոցիալական, տնտեսական բոլոր տեղաշարժերը այս կամ անդրադարձը ունենում են ծնելիության վրա։ Այստեղ մի հատ նյուանս կա, նրբերանգ կա, որ ծնելիության եւ մահացության մնացած բնական վերարտադրության գործընթացները որոշակի իներցիոնություն ունեն։ Իրանց վրա ազդելը բավական տևական ժամանակ է պահանջում։ Լավ, իսկ միգրացիոն հոսքերն էլ աստիճան արտագաղթն էլ էլի այդ նույն երևույթին է ենթարկվում։ Ուրեմն արտագաղթը միգրացիան պակաս իներցիոնություն ունի։ Իրա վրա սոցիալական տնտեսական երևույթների ազդեցությունը ավելի անմիջականորեն է տեղի ունենում եւ ավելի արագ է արտահայտվում։ Հիմա մեզանից էս արտագաղթը սոցիալական տնտեսական հիմնական սա է, հա, ուրեմն արտագաղթը գործնականում կապված է մեր կյանքի բոլոր երևույթների հետ, այս կամ այն չափով, այս կամ այն ձևով, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական իրողությունները մեծապես ուրեմն կանխորոշում են այս երևույթը, որի հետ մենք հիմա գործ ունենք։ Այսինքն հիմա գնացողները հիմնականում ասենք սոցիալական խնդիրներից, աղքատության պատճառով, թե պարզապես արդեն հասել ենք մի այնպիսի կրիտիկական պահի, երբ որ գնում են բոլորը, ով որ ինչ որ մի հնարավորություն ունի։ Ուրեմն սենց ասեմ ես, մենք փորձում ենք հետազոտությունների ժամանակ նման հարցադրումներ անել, բարձելու համար պատճառները։ Առայժմ կարծես թե առաջի տեղում ամենայն դեպս դատելով այն արդյունքներից, որ մենք ստանում ենք, աշխատատեղերի բացակայություն ուրեմն հանգամանքն է։ Երկրորդ տեղում էլի աշխատանքի հետ կապված հանգամանքն է, դա ուրեմն այնա, որ աշխատանքի արկայությունն անգամ չի ապահովում, ուրեմն իրավաստակը չի ապահովում։ Որակյալ աշխատատեղի բացակայություն։ Նու մասնագիտական չի, մասնագիտական որակյալ, որը թույլ է տալիս լուծել կենսամակարդակային խնդիրներ, որը թույլ է տալի ընտանիքի գոյատևում ապահովել։ Երկրորդ գործոնը դա է։ Եվ մնացած գործոնները արդեն սոցիալ հոգեբանական բնույթ, չէ, այստեղ մի հատ էլ գործոն կա, այդ կոչվում է գործարար, ուրեմն գործարարություն իրականացնելու հետ կապված դժվարությունները։ Ու մյուսներից իհարկե բավական պակաս կշիռ ունի, բայց նորից բավական նշանակալից ուրեմն գործոնը հանդիսանում։ Այս երեք գործոնը կապված են ուրեմն աշխատանքի տնտեսական այդ կողմի հետ։ Բացի դրանից կան նաև այն գործոնները, որ ապագա չեն տեսնում, չեն կապում այս վստահության խաթարումը, հողմահարումը, ասենք թե անկայունության այդ հետևանքները։ Ինչ անկայունություն, կայուն վատ է, էլի։ Կայուն վատ է, անկայունությունը։ Միգուցե կարելի է կեսկատակ, կես լուրջ նաև դրա մասին խոսել։ Չէ, հիմա բոլոր գործոնները գործնականում գործում են վանելու ուղղությամբ։ Մենք ըստ էության այսօր չունենք մի հատ ձգող գործոն, որը թույլ կտալ ակնկալել ուրեմն ներհոսք, բացի արտահոսքից։ Միակ գործոնը այդ հայրենասիրություն, այդ գործոնն է, որը չի կարողանում մրցակցության դիմանալ մնացած գործոնների։ Այս գործոնները որ կան, նու հեշտ է ցանկացած պահի տնել կառավարությանը քննադատել, ասել էս, բայց օբյեկտիվության ինչ աստիճան ունեն։ Օբյեկտիվության ինչ աստիճանի։ Մենք հիմա ստեղծել ենք մի հատ էկոնոմիկա, որը իր բնույթով ներկրող էկոնոմիկա է։ Ներկրող էկոնոմիկայի համար առանձնապես կարևոր չի ներքին արտադրությունը, այսինքն աշխատատեղերի խնդիրը համարյա չկա, բայց այդտեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա։ Այս տարի արդեն բյուջեի քննարկման ժամանակ էլ խոսվեց, որ աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, չգիտեմ, սոցիալական Իստում մենակ այս տարի չէ, բազմաթիվ տարիներ կարելի է գտնել այդ հանգամանքը, որ հարկավոր է աշխատատեղեր խթանել, խրախուսել, բայց դե սա այլը կարծես թե մնում է էականորեն ոչինչ չի փոխվում։
Ես չեմ հասկանում ինչու չի փոխվում էականորեն, երբ որ կառավարություն ծրագիրը գրում է, հայտարարում է, քայլեր է ձեռնարկում, չգիտեմ, միջազգային կազմակերպությունների վարկանիշային տաղուս բաներն է, գնահատականն է բերում, տեսեք, doing business-ով մենք քանի կետով բարձրացել ենք, բայց իրականում ում հետ խոսում ես եւ շփվում ես մասնագետ հետ եմ խոսում կամ սովորական քաղաքացու հետ, չի փոխվում ոչ մի բան, այդ իմ ասած կայուն վատն է։ Հարցը այն է, որ փոփոխությունների աստիճան կա։ Հա, դու կարող ես ձգտել ինչ-որ բանի, բայց ինչքանով են քու քայլերը արդյունավետ այդ ինչ-որ բանին հասնելու առումով, այստեղ արդեն մեծ խնդիր կա։ Թե կառավարությունը ասում եք բիզնեսի, ինչպես նշեցիք, դուք գործարարության դժվարությունները, հա, նույնիսկ գործարարության հետ կապված, բիզնես միջավայրի հետ կապված կառավարությունը մատնանշում է, որ այդ doing business-ով էլ առաջընթաց են ունեցել, ասենք գործընթացային ինչ-որ խնդիրներ ավելի արագ են լուծվում, չգիտեմ, բիզնես գրանցելու համար առաջ այսքան օր էր պետք, հիմա այսքան օր է պետք, մարդը դիմում է արագ։ Ախր մենակ բիզնեսը գրանցելը չի, չէ՞, բիզնեսը վարելն է։ Հա, հետո հարկային բանը չեն հաշվի առել։ Տնտեսական միջավայրում ուրեմն մրցակցության դիմանալու խնդիր կա։ Այս մոնոպոլիզացված էկոնոմիկայի պայմաններում շատ դժվար է այդ միջավայրում ուրեմն մրցակցությանը դիմանալ։ Ես ձեզ բերեմ մի հատ sense հետարքիր օրինակ, սրանից հենց քանի տարի առաջ էր, երբ որ սկսվեց այդ միջոցառումը, որը կոչվում էր քաղաքային առևտրի դեմ պայքարի կոմպանիան, որը եղավ փողոցային առևտրի, հա։ Ես այն ժամանակ ասում եմ, հիմա իմ գնահատականն է նա, որ այդ 320 հազարը, ասում եմ, դրանից առնվազն 20 հազարը մինիմալ, այդ բանի հետևանքով է։ Եթե դա չլիներ, այ 20-ից 25 հազարով այս մասիվը ավելի փոքր կլներ։ Այդ իմ գնահատականն է որպես մասնագետի։ Այսինքն, եթե դու չես կարողանում աշխատատեղ ապահովել, գոնե մարդկանց մի խանգարի։ Ես շատ ողջունում եմ, երբ որ ձգտում կա, ցանկություն կա բարեկարգելու, բարենորոգելու, այդ թվում նաև քաղաքի վիճակը, բայց ամեն մի քայլ անելուց առաջ նորմալ պայմաններում կառավարության վարկը նորմալ կդիտվեր, հա։ Իրողություններից ելնես։ Ուրեմն դու պետք է մտածես այդ նորմալ պայմաններում կառավարության վարկը նորմալ կդիտվեր, ասում չի կար, բայց եթե աննորմալ պայմաններ է, մարդը հացի փող չունի, ասում ես չէ, Երևանը գեղեցիկ չի։ Պետք է մոնվարես այդ մարդու համար, այդ մարդը իր համար ստեղծել է աշխատատեղ եւ Իրանից բացի մի 4-5 հոգու էլ գոյատևման հնարավորություն է անում, քեզնից ոչինչ չի ուզում։ Հա, ինչ որ բաներ արա, թող մի քիչ ավելի քաղաքակիրթ տեսքի գա, եթե կարող ես անել։ Այդ հակ թողես այն ժամանակ, երբ որ արդեն դու խնդիրներ չես ունենա, արդեն բոլոր են ծանր խնդիրները կլուծես, կմնա այդ խնդիրը կլուծես։ Էլի նորմալ կամ աննորմալ իրավիճակներում համարժեք վերաբերմունքի հարց է։ Ասենք Երևանում այսօր այդ փողոցային առևտուրը դադարեցնելը, թե տեսեք գեղեցիկ չի, մոտավորապես նույնն է, թե ասենք երկրաշարժից հետո երբ որ շենքերը փլված են, մարդկանց ասեն, այս տնակը սիրուն չի կամ այս գույնով պիտի ներկայացնի, որ Ինչ դու ես էլ այդ նույն բանն եմ ասում։ Կան առաջնայնություններ, ասեմ, պետք է ամեն որոշում, մենք այն վիճակում ենք, որ պետք է մեր ամեն որոշում քիչ թե շատ նշանակալից անցնի ժողովրդագրական եւ միգրացիոն փորձաքննություն։ Այսինքն պետք է նախ փորձել գնահատել դրանց հետևանքով ժողովրդագրական առումով, ծնելիության առումով, մահացության, ամուսնությունների, ամուսնալուծությունների առումով ինչ կարող ենք ունենալ, ինչ վտանգներ, ռիսկեր կան այդտեղ։ Եվ միգրացիոն առումով կան այդտեղ ռիսկեր, թե չկան, խթանելու արտահոսքի մեծացումը։ Իսկ ձեր ասած թիվը 320-ը հիմա ինչպես ասենք ահավոր մի բան է, հա, թե Ես ասում եմ գնահատեք տարեկան, եթե երկիրը կորցնում է, փոքր երկիրը կորցնում է իր բնակչության 1%-ը, 100 մարդուց մեկին։ Սա ահավոր է, թե ահավոր չի։ Ես սկսեցի այդ մասին խոսել ներկրող էկոնոմիկա, այդ մեր հանգագիր ներկրողները չեն հասկանում նաև այն տարական երևույթը, որ այն ճյուղն է կտրվում, որի վրա իրանք նստած են։ Տարեկան այն շուկան, որը իրանք սպասարկում են, ուրեմն 1%-ով պակասում է։ Բայց այդ պակասողն էլ գնում է փող է ուղարկում, չէ՞ դրսից։ Գնում է փող է ուղարկում, բայց մեկը մյուսները էլի ուտում են այն մի կտոր հաց, 1 կիլոգրամ, իրանք արդեն պետք է քճանում են։ Շաքարավազք պակասներ կրես, պետք է կարակ պակասներ կրես։ Հա, առայժմ ինչ որտեղ կա իրանք գների խաղով կարող է իրանք ուրեմն տնտեսական վիճակը դեռապահովեն, պահպանեն կամ, հա։ Պահպանեն, հա, բայց այդ հեռանկարային չի։ Եթե շուկան մի քիչ էլ նեղացավ,
Բայց տպավորությունները թե ասենք կառավարության համար այդ տրանսֆերտները տնտեսության մի առանձին ճյուղ են, որ եկամտաբերություն են ապահովում։ Միգուցե այս ռոպեական ժամանակահատվածում եթե ուզում եք իմանալ, այս թիմա մենք աշխատուժ արտահանող երկիր ենք։ Մենք ինչ որտեղ գոյատևում ենք այն բանի հաշվով, որ մենք աշխատուժ ենք արտահանում, հումք ենք արտահանում, բայց հիմնականը ինձ թվում է ավելի շատ աշխատուժն է։ Իսկ այս արտագաղթի վրա ինչ ազդեցություն ունի։ Ներքին խնդիրները ավարտեցինք մենք, հա, այսինքն սոցիալական, տնտեսական իրավիճակ, նաև չխոսեցինք այդ ձեր ասած հավատի վստահության դա ինչից է գալու։ Ուրեմն դա էլ ես դες բերեմ օրինակներ, հետազոտական կամ վիճակագրական տվյալներ չեմ բերեմ իմ դիտարկումները իմ շրջապատում, գիտեմ բազմաթիվ մարդիկ, որոնք երիտասարդ մարդիկ, բանիմաց, կրթված մարդիկ, որոնք ապահովված են աշխատավարձով եւ բավական ուրեմն բարձրատերվող աշխատավարձով, որը թույլ է տալիս նորմալ գոյատևել, բայց իրանք այսօրվա դրությամբ օրինակ չեն ունենում կամ չեն ամուսնանում, կամ չեն ունենում երկրորդ երեխան, ուրեմն աշխատում են ձեռքերը, ոտքերը ազատ պահել եւ այտենց մտադրություն ունեն գնալու, որովհետեւ այս մթնոլորտը բարոյահոգեբանական, որ այսօր մեր մոտ ձևավորվել է եւ պահպանվում է եւ անընդհատ շարունակաբար վերարտադրվում է, այդ իրանց չի բավարարում։ Իսկ սրա վրա ինչ ազդեցություն ունեն այլ երկրների, խոշոր երկրների վարած միգրացիոն քաղաքականությունը, մի դեպքում, չգիտեմ, Ռուսաստան, այս համերկրացիներ, մյուս դեպքում Եվրամիության երկրներ, մյուս դեպքում Միացյալ Նահանգներ, ուրեմն բնականաբար ազդեցություն ունեն նախ այն ձևով, որ իրանց սահմաններն են բանանում, ասենք թե իրանց ժողովրդական ազդեցություն ունեն նաև այն բանով, որ որոշակի կոնկրետ ծրագրեր են մշակվում եւ իրականացվում։ Օրինակ Կանադան իրականացնում է մասնագետների ներգրավման ծրագիր, Ավստրալիան նույն ձևով։ Այստեղ սելեկցիոն միգրացիա է կատարվում, իրանք ստանում են այդ մարդկանց, բայց ընդ որում իրանք ստեղ չգալով ինտերնետ կարող ես մտնես, շատ հանգիստ իրականացնում, իրանց լրացնես, իրանց պահանջները, պետք չի հյուպատոսարանում փաստաթղթեր լրացնել, պետք չի հեշտեր տանել, քեզ ընտրեցին, արդեն բարենպաստ պայմաններ են ստեղծում քու մեկնելու համար։ Ամբողջ հարցը նրանում է, որ եթե փորձեն գնահատել, որ մասն է, այսինքն սա երևի այն քաղաքակիրթ ձևն է։ Երբ որ մարդը գնում է, արդեն գրեթե խնդիր չի ունենում, այնտեղ միանգամից հայտնվում է սոցիալական հովանոցի տակ, իրան բոլոր պայմանները ստեղծում են։ Որակյալ աշխատանք կամ որակյալ կրթություն, ամեն ինչով իր համար պայմաններ են ստեղծում ամրագրվելու ու դառնալու նորմալ քաղաքացի։ Բայց մեր միգրացիոն հիմնական հոսքը այս ձևով չի գնում, կազմակերպված ձևով չի գնում։ Հիմնական հոսքը մեր մոտ տարերային բնույթակրվում եւ տարերայինորեն ուղղվում է դեպի հիմնականում Ռուսաստան, որովհետեւ ինչ որ ջուրը որ ցածր տեղն է գնում, նույնը ստեղ չկա ուրեմն այդ վիզային սահմանափակումները, պակասա կամ չկա գրեթե լեզվային ուրեմն արգելափակոցը եւ միջավայրն էլ գրեթե մոտավորապես նույնն է, բայց այն բնականաբար շատ ավելի մեծ շուկա է եւ շատ ավելի մեծ տնտեսական հնարավորություններով։ Ուրիշ բանա, որ ասենք նույն Ամերիկայի մասին, որ վերջի 5-6 տարիներին կարծեմ այդ Green Card-ի ծրագրով գնացել են մոտավորապես 5000 մեր քաղաքացիներ։ Էլի, երբ որ համեմատում ենք այն մասիվի հետ եւ այս թվերն ենք դրում, մի 4000, 3-4000 գնացել են հայրենակիցներ ծրագրով։ Ասենք թե մի 2000 էլ ես սրանք բոլորն ես մոտավոր թվեր եմ ասում, պարզապես փորձագիտական գնահատականներ, ասենք Կանադա, Ավստրալիա կամ այլ երկրներ, որտեղ շատ հետաքրքիր մի հատ դիտարկում ասեմ, որը արդեն վիճակագրական կամ հետազոտական արդյունք է, որ մեկնողների պոտենցիալ մեկնողներին հարց է տալի, իրանց մեծ մասը կգերադասեր գնալ արևմտյան երկրներ, Ամերիկա եւ այլն։ Այս գնում են Ռուսաստանը։ Բայց երբ որ գալիս է այդ մտադրությունների իրականացման պահը, ուրեմն իրողությունները պարտադրում են ռուսական տարբերակը։ Լավ, մյուս երկրները, նույնիսկ հզոր երկրները մտածում են իրենց եւ ժողովրդագրական վիճակի մասին եւ այդ միգրացիոն քաղաքականության մեջ հաշվի են առնում մասնագիտական, հա, ուղերձների, լավ մասնագետների կարիքը եւ այլն եւ այլն։ Մենք
ինչ ենք հակազդում կամ ինչ միգրացիոն քաղաքականություն ենք վարում, թե ընդհանրապես թող գնան, փողը աշխատեն, ուղարկեն, յոլա գնանք, տեսնենք որ։ Ուրեմն նորից շատ դժվար է դեպի դուրս, ուրեմն ուղղորդված շարժ ունեցող երկրների համար արդյունավետ միգրացիոն քաղաքականության վարումը։ Ես ասում եմ, ոչ թե նրա համար դուրս կամ դեպի ներս լինելը քաղաքականությունից չի կախված։ Մեծապես պայմանավորված է, որովհետև դու չես կարող այն դեպքում, երբ որ դու վարչական կարող ես ասել իմ սահմանը սա կարող է հատել, այս 10 հոգին չեն կարող հատել։ Այդ վարչական դու արդեն սելեկցիա ես անում, ընտրում ես նրան, ով քեզ դա թույլ է տալի որոշակի քաղաքական։ Դու որոշում ես ինչքան կարող ես ընդունել, ում կարող ես, ումա գերապատվելի որ ընդունես, ու դրանով դու ակտիվ միգրացիոն քաղաքականություն ես վարում։ Ընդունելու մասին չի առայժմ խոսքը, չնայած մասին տվող երկիր է։ Տվող ինչ ենք դարձել տվող երկիր, այսինքն պիտի համապատասխան քաղաքականություն վարես, որ տվող երկրից ընդունող երկիր դառնաս, չէ՞։ Դրա համար ասում եմ, մինչև համակարգային փոփոխություններ չլինեն, մենք հակադարձ պատկերը չենք ունենա, որովհետև ասում եմ, չկա մեր մոտ ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ էլ բարոյահոգեբանական այն գրավիչ գործոնները, որոնք թույլ կտային մենք դառնալ ընդունող երկիր։ Չգիտեմ, ժամանակի ընթացքում կարող են դրանք լինել, թե չեն կարող։ Հիմա մենք միակ ձևը, որ կարող ենք միգրացիոն քաղաքականությամբ երևույթի վրա ազդել, դա այն է, որ փորձենք այս տարերային այդ մասին հոսքի գոնե ուղղորդենք, որպեսզի այդ ուղևորությունը դեպի ժամանակավոր աշխատանքային բնույթ ստանա։ Այսպես չեն կարող, ո՞նց ուղղորդենք։ Ուրեմն այստեղ մի հատ չէ, ասենք այստեղ այնպեսի պայմաններ, այնպեսի վիճակ ստեղծել, որ չկնա։ Մենակ է տանել զուգահեռ, ուրեմն երկուսը զուգահեռ պետք է։ Չէ, մարդը գնաց տեսավ այնտեղ, ասենք եթե այստեղ այդ նույն մարդը առավոտ արթնանում է եւ իր ընտանիքի երեխաների համար ուտելու հացի օրվա ճար չի կարողանում գտնել, մտածում է ժամանակավոր գնամ, գնում է այդ խնդիրները կարողանում է արդար աշխատանքով վաստակել, էլ ինչ ժամանակավոր։ Պարզ է, որ մնացածներին էլ պիտի տանի մնա։ Այստեղ ուրեմն դա մի քիչ հնարավորությունները ոնց որ թե կան, եթե իհարկե բավականաչափ նպատակասլաց աշխատանք տարվի, որտեղ հիմա եվրոպական երկրները եւս անցնում են այդ քաղաքականությանը, որը կոչվում է ցիրկուլյար միգրացիայի հզորացում զարգացում, այսինքն իրանք ենթադրում են ընդունել ժամանակավոր մարդիկ որոշակի պայմանագրային ժամանակով եւ վերադառնալու պայմաններից մեկը, ուրեմն վերադառնալու անխուսափելի պայմանով։ Ինչպես կարելի է անել, հələ իրանք էլ լավ չեն պատկերացնում, սա ոնց կարելի է անել։ Բարդ բան։ Սա շատ բարդ բան է, որովհետև ձեր ասած մարդը գնաց, ինքը նկատի ունենալով, որ շատ դժվար կլինի իր երկրորդ անգամ գնալ, ինքը ամեն գնով աշխատելու է, ուրեմն չվերադառնալ։ Հատկապես որ այստեղ այդ միջավայրը չկա, աշխատանքը չկա, որակյալ աշխատանքը ուրեմն դա պետք է զուգահեռ կատարվի։ Եվ այնտեղ եւ ստեղ պետք է կատարվի։ Այսինքն մենք էլ մեր հերթին պետք է այնքան բարելավենք այդ նույն գործարար միջավայրը, այնքան ուրեմն առաջարկների առումով հարստացնենք մեր շուկան, որպեսզի մարդը հետ գալուց ինքը կարողանա, ասենք, 2 կոպեկ վաստակել, այսօր այդ հնարավորությունը գործնականում չկա, որ դրսում վաստակվող գումարները ստեղ դրվեն գործի մեջ, ներդրվեն։ Շատ դեպքերում այստեղից աշխատած գումարներն են տրվում դրսում բիզնեսի մեջ, արդեն բիզնեսն է կնում։ Կա այդ երևույթն էլ, հա, կա։ Կառավարության վարքը իրավիճակին համարժեք է գնահատել։ Այս հանգստությունը, այս ակադեմիական լրջությունը, հայեցակարգերը, այո, այսինքն իրավիճակը կարդինալ լուծում եք տեսնում առանց համակարգային փոփոխությունների, կառավարության այն մեծ կամ փոքր ջղաձգումները որևիցե կերպ երևույթի վրա չեն անդրադառնալու։ Կամ եթե անդրադառնալու են, ապա կոսմետիկ բնույթ է կրելու այդ անդրադարձը։ Մինչև համակարգային փոփոխություններ չլինեն։ Հակից կասեք ինչի նկատ ունեք այդ համակարգային։ Ինչ նկատ ունեմ, ասեմ, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում։ Ի նկատի ունեմ մոնոպոլիզացման մակարդակի կտրուկ, ուրեմն վերացում։ Հասկանալի է, մեր զրույցն արդեն ավարտվում է, ճիշտ ասած բոլորովին վերջերս ես էլի խոսում էինք այս միգրացիոն հոսքերի մասին մի կազմակերպության ղեկավարի հետ, որ կազմակերպություն կոչվում է Վերադարձ Հայաստան, բայց ի տարբերություն այս մեր նշած բոլոր բացասական երևույթների նա փորձել գտել էր նաև ինչ-որ դրական բաներ, որոնք կարող են խթանել նույնիսկ այս ժամանակահատվածում վերադարձը։ Չգիտեմ, դրսում գտնվողի հետ
ոչ հարմարավետ, ոչ կոմֆորտային հոգեբանական իրավիճակը, հայ մնալու ցանկությունը, հետո ասենք Երևանում կամ Հայաստանի ցանկացած քաղաքում ամեն ինչ ավելի ենթակառուցվածքներ, ավելի մատչելիություն եւ այլն, ինչը որ չկա, ասենք այլ երկրներում, մեգապոլիսներում ապրում են, ասում է դառնում ես աշխատանքի գերին եւ ռոբոտի նման առավոտ, ինչը այստեղ ես ուզում եմ ինչ-որ դրական բաներ նաեւ գտնել, որ լսել են Չէ, ցանկությունների մակարդակով, հա, բայց իրականացման մակարդակով բազմաթիվ, նաև դուք էլ երևի ձեր շրջապատից դեպքեր կարող եք առանձնացնել, երբ որ մարդիկ գալիս են եւ հետո այնց այդ բանով վերադառնալու, հիմնավորվելու, դադարեցնելու եւ հետո շատ արագ ոնց որ թե հիասթափված նորից գնում են, երբեմն կորցնելով այն միջոցները, որոնք Աստված հիասթափությանը հույսը փոխարինի, չգիտեմ ինչ ասեմ, շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Այսքանը երկրի հարցը ծրագրի եթերում ես զրուցում էի ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի հետ։ Ապմնացեք։